Այս գեղեցկությունը ստանալու համար պատրաստելու ենք ունիվերսալ խմոր, որ հիանալի է թե քաղցր քաբլիտների, թե մսով կարկանդակների համար։ Այն հատկապես դուր կգա նրանց, ովքեր սիրում են խմորի բարակ, բայց խրթխրթան շերտը։ Խմորի համար մեզ անհրաժեշտ է 1 ձու, 2 ճաշի գթալ ձետ, 1 ճաշի գթալ շաքար ավազ, կես թեյի գթալ աղ, 1 թեյի գթալ սոդա, կես լիտր մածուն, այնքան ալյուր, որ ստացվի ձեռքերին չկպնող փափուկ խմոր։ Լավ հունցում ենք, տեղափոխում ենք փակ ամանի մեջ և դնում ենք սառնարան 30-ից 40 րոպե։ Միջուկը կարող եք պատրաստել ձեր նախընտրած տարբերակով։ Ինձ մոտ աղացած միս է տապակած սոխով և համեմունքներով և ավելացնում եմ մի փոքր խաշած կարտոֆիլ կամ կլոր բրինձ խաշած։ Սա արվում է նրա համար, որ միջուկը լինի կպչուն ու չփշրվի ուտելու ընթացքում։ Միևնույն ժամանակ մնա շատ փափուկ ու համեղ։ Խմորը բացում ենք մոտ 1 սմ հաստությամբ և բաժակով կլորակներ կտրում։ Թե փքաբլիթների և թե կարկանդակի միջուկով լցոնած խմորները պարտադիր թողնում ենք հանգստանա թխելուց առաջ 15-ից 20 րոպե, պարտադիր ծածկելով սննդային թաղանթով։ Եթե միառժամանակ պատրաստում եք և փքաբլիթներ և կարկանդակներ, առաջինը տապակում եք փքաբլիթները։ Տապակելուց հետո դնում եք էմալապատ ամանի մեջ, առատորեն շաքարի փոշի եք ցանում և ծածկում։ Դե մնացածը ինձ թվում է պարզ է։ Պատրաստեք և վայելեք։ Բարի ախորժակ ձեզ։